Մանկական ալիք, նանի զանի։ Մաշան և արջը։ Մի ժամանակ մի փոքրիկ գյուղում ապրում էր աղջնակ, անունը Մաշա։ Նա շատ աշխույժ էր, սիրում էր անտառ գնալ ընկերների հետ, սունկ ու հատապտուղ հավաքելու։ Մի օր Մաշան ընկերների հետ մտավ անտառ, բայց փոքրիկ աղջիկը այնքան տարված էր խաղով ու հավաքելով, որ հեռացավ նրանցից ու մոլորվեց։ Նա քայլեց երկար, բայց ճանապարհը չկարողացավ գտնել։ Հանկարծ ծառերի մեջ տեսավ մեծ փայտե տուն։ Տան մեջ ապրում էր մեծ արջը։ Նա դուրս եկավ ու ասաց. «Ում եմ տեսնում իմ անտառում։ Արի փոքրիկ, կմենաս իմ մոտ, կպահես իմ տունը, ես քեզ տուն չեմ թողնի գնալ»։ Մաշան վախեցավ, բայց շատ խելացի աղջիկ էր։ Նա համաձայնվեց մնալ, որովհետև գիտեր, պետք է հնարք մտածել փրկվելու համար։ Մաշան մաքրում էր տունը, եփում էր ճաշ, թխում էր համեղ կարկանդակներ։ Մի օր նա ասաց արջին. «Թող ինձ տատիկին ու պապիկին մի քիչ կարկանդակ ուղարկեմ, նրանք շատ կարոտում են»։ Արջը չթողեց, որ Մաշան գնա։ «Ոչ, դու դուրս չես գա անտառից, ես ինքս կտանեմ զամբյուղը»։ Մաշան թխեց մեծ զամբյուղ կարկանդակ ու ասաց. «Լավ, բայց խոստացիր, ճանապարհին չես բացի զամբյուղը»։ Արջը խոստացավ, բայց Մաշան գաղտնի մտավ զամբյուղի մեջ ու ծածկվեց կարկանդակներով։ Արջը վերցրեց ծանր զամբյուղը ու սկսեց քայլել դեպի գյուղ։ Ճանապարհին հոգնեց ու մտածեց. «Մի կտոր կճաշակեմ», բայց ծառերից թռչունները երգեցին. տեսնում ենք, զամբյուղը մի բացիր, տատիկն ու պապիկը սպասում են»։ Արջը զարմացավ ու շարունակեց։ Մեկ անգամ էլ ուզում էր կանգնել, բայց թռչունները կրկին աղմկեցին։ Այսպես նա վախեցավ ու հասավ գյուղ։ Երբ մոտեցավ Մաշայի տանը, դրան մոտ դրեց ծանր զամբյուղը ու բարձր ձայնով ասաց. «Տատիկ, պապիկ, ես ձեզ նվեր բերեցի»։ Տատիկն ու պապիկը դուրս եկան, բացեցին զամբյուղը և այնտեղից դուրս թռավ Մաշան։ Բոլորը շատ ուրախացան։ Արջը, տեսնելով, որ խաբված է, վազեց անտառ, իսկ Մաշան մնաց տատիկի ու պապիկի մոտ և այդ օրվանից շատ զգույշ էր։